այլ կերպ պաշտոնատար անձի կողմից թեկուզ օրինական գործողություն կատարելու համար գումար պահանջելը կամ ստանալը նույնպես կարող է որակվել որպես կաշառք ստանալ։ Ես ես կխնդրեմ, որ դուք համաձայնվելով ինձ հետ բացեք միջնորդագիրը եւ բացեք զննությունը այն գրության, որտեղ որ անձը խնդրում է պատգամավորին իր լիազորությունների շրջանակներում աջակցել իրեն, մի վարքյան, ես ձեզ հիմա էջն էլ կոնկրետ կասեմ, որ երկար չփնտրեք։ Ահա, եւ այստեղ պատգամավորը չունի լիազորություն ձևակերպումը առնվազն հակասում է ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 3-րդ հոդվածին, որտեղ պատգամավորի իրավունքների մեջ նշված է, որ պատգամավորը գրավոր հարցումներ անելու իրավունք ունի։ Պարոն Թունյանը հարց բարձրացրեց, թե արդյոք ցանկացած գրության համար մենք պետք է ենթարկվենք պատասխանատվության ոչ ու ոչ մի դեպքում։ Եվ եթե դուք նկատում եք, պարոն Աղազարյանը իր ելույթում անդադ ասում էր, որ ես դրա դիմաց ոչինչ չեմ ուզել։ Այսինքն այդ նյութական առավելությունն էր փորձում վիճարկել։ Դա իհարկե կոնֆրոնտացիա իրավունքը ապահովելուց մենք կքննարկենք, բայց դուք որպես իրավաբան էլի գիտեք վստահ եմ, որ մինչև մենք անձին մեղադրյալի կարգավիճակ չտանք եւ իրեն իրավունք չտանք, որ ինքը իր դեմ ցուցմունք տալու իրավունքից օգտվի, մենք չենք կարող առերեսում անել, որովհետեւ վկայի կարգավիճակով անձը պարտավոր է ցուցմունք տալ, իսկ մեղադրյալի կարգավիճակով իրավունք ունի լռել։ Վկայի համար որոշակի բացառություններ կան, բայց շատ սահմանափակ։ Իսկ մեղադրյալի պարագայում ինքը կարա լռի։ Եվ այս իրավիճակում նորից պատասխանելով ձեր մյուս հարցին, թե ՍԱՏՄ պաշտոնյային գիտենք, թե չգիտենք, գիտենք, դուք էլ գիտեք։ Եվ դա այն ժամանակ վստահաբար, երբ որ անունը կբացահայտվի, բոլորից շատ հայտնի անձ է։ Անձը, որը որ ՍԱՏՄ պաշտոնատար անձ որպես վկա կոչվում է, եղել է ժամանակավոր պաշտոնակատար։